Կերամա Մարացի ընկերության նորաբաց խանութ սրահ։ Ավելի քան 2000 քառակուսի մետր ընդարձակ տարածք հանգիստ և ճիշտ ընտրություն կատարելու համար։ 8-ամյա աշխատանքային փորձ ձեր հարմարավետությունն ապահովելու համար։ Նոր, ավելի ընդարձակ, Կերամա Մարացի ամենամեծ խանութ սրահը Դավիթ անհախտի 6 ասեում։ Ընդմիջում է, ինչ եք ուտելու։ Ես խորոված եմ ուզում։ Ես այնքան սոված եմ, որ մի ամբողջ հավի գրիլ կուտեի։ Ես գրիլ իշխան կուտեի։ Հավիդոշ գրիլի մեջ։ Ես խորովածով բրդուճ։ Գրիլ Էքսպրեսը հնարավորություն են ձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Դուք աշխատեք, իսկ մենք կրակենք համեղ ընդմիջում ձեզ համար։ Այսպես լավ հանգիստ։ Կամար ձվածեղ եմ պատրաստել։ Կներես ուրիշ բան չեմ կարող պատրաստել։ Շաքե, սրանից հետո մենք պիտի մեկնենք։ Ստացեմ, Ալեքս, ինչ արեցի, Ալեքս։ Լացում ես։ Չի աղջիկս, ամեն ինչ կարգին է։ Ինչ է եղել։ Այդ կարող եմ մեր խոսակցությունից է։ Չի աղջիկս, դու իմ աղջիկն ես։ Ճիշտ է, ինչ էլ ասես ցավա, բայց ես քեզանից չեմ նեղանում։ Բայց այն Նազիկը առիթը բաց չի թողնում։ Ամեն ինչի երեսովս ա տալիս։ Հոգնել եմ։ Բայց ինչ ասել Նազիկը, ինչն ա երեսով տվել։ Անցյալս Իզա, անցյալս։ Են որ քեզ մանկատուն չեմ տվել, ոնց վարվել են իրա ծնողները, ոնց իրան շպրտել են մանկատուն, ոնց Վանի հետ իրա ծնողներն են վարվել, որ ես քեզ տվել եմ նորմալ ընտանիք, որտեղ հայր կար, մայր կար, որ մտածել եմ, որ դպրոցում, բակում երեխաները քո հետևից չծիծաղան ու չծաղրեն քեզ, որ դու նորմալ լիարժեք ընտանիքում մեծանաս։ Ինչ եմ ասում։
Այն ինչ ասում ես, չեմ հավատում, որ Նազիկի մասին ես խոսում։ Ճիշտ։ Նազիկը սուրբ է։ Նազիկը իդեալական է։ Ոչինչ աղջիկս։ Չնայած ճիշտ ասած ես կարծում եի, որ այս տարիների ընթացքում քո ներմանը կարժանանամ, բայց ոնց հասկանում եմ, չէ, ես ոչ մեկին պետք չեմ։ Ու Նազիկն էլ դա շատ լավ տեսնում է։ Դրա համար էլ լեզուն այդքան երկարացրել է։ Առիթը բաջի թողնում, որ ինձ նսեմացնի, ցավ պատճառի։ Բայց ոչինչ աղջիկս։ Դու շարունակի քո կյանքով ապրել, դա քեզ չի վերաբերվում։ Ես շատ բաների եմ դիմացել, ու շատ բաների միջով եմ անցել, սրան էլ կդիմանամ իզա։ Վարպետ, խնդրում եմ մի քիչ արագ քշեք։ Այդ հավաստի ինֆորմացիա է։ Լավ, եղավ։ Աղբորդ, գորին եմ բռնել։ Կարող եմ մեր ուղարկաստրար ուշի ձեռքն անկել, ողդու։ Չէ, երեխու հետ կապ չունի։ Ալեքսի անետացման հետ կապված են տարե։ Ալեքսիան։ Այս ինչ կապ ունի Ալեքսը գորի իրան։ Աչքիս հետ կռիսի տակ շատ բաներ կա։ Եղբայր դու այն ժամանակ դրան պետք է բաց չթողենք։ Կապից։ Դες կարաս դրան գտնես։ Եթե միլիցիակը չեն գտնում, եթե կարացել է նշանի տղի գլխին սարքի, դժվար տղերքը կարողանան ինչ-որ բան անել։ Ողդու ես գեթե իրոք գորի ձեռքով անետացել, ինչ է կարող պատճառ լինել։ Ինչ կարային ընդհանուր ունեն գորն ու Ալեքսը։ Չգիտեմ, կփորձեմ ինչ-որ բան պարզեմ։ Գորին վրանել նշանել խառն է, այսինքն ծրարա դեռ չի ասել նշանին, ու չգիտի իր տաղ ստորությունների մասին։ Ազատ, եթե տեսնի, դժվար գորին ազատելու փորձ անի։ Տիկին Շայքի, որտեղ եք, մենք էլ անհանգստանում էինք։ Տաննով կա, ավելի ճիշտ նշանը տանն է։ Չէ, Սոնանա, մեկ էլ Միշան ու Վանը։ Գորին են բռնել, տիկին Շայքի։ Գիտեմ։ Չեմ ուզում է ջահելներին տեսնեմ։ Որտեղ են։ Հյուրասենյակում։ Սոնային ասա թող գա իմ սենյակ։
Սոն պրիվետ։ Բարև։ Ոնց է մեր հրեշտակը։ Սոն իմացա գորին եմ բռնել։ Այդ ինչ պատմություն է, ինչ է եղել։ Չգիտեմ Միշ։ Դու էլ չգիտես։ Հնարավոր չի քեզ գորը պատմած չլինի։ Դու հաստատ կիմանաս ինչ կապ ունի գորը Ալեքսին։ Չէ, Սոն ջան, ես որ այդ պատմությունից բան չգիտեմ։ Ես դրա անունը չեմ լսել գորից։ Բայց դու մի անհանգստացի, ամեն ինչ լավ կլինի։ Մամա։ Եթե լուրջ բան լինի, ես կիմանայի։ Վան։ Նորություն չկա։ Չէ։ Միշան էլ անոր իմացել եկել է տեսնի ինչ նորություն կա։ Շատ անհանգիստ եմ։ Ինչ-որ բանի ես սպասում։ Սպասում եմ կամ չեմ սպասում։ Ինչ խնդիր կա։ Բան։ Հա, խնդիր կա։ Են որ դու էլ ստե անելիք չունես։ Դրա ժամանակը չի Վան։ Սոնա մամա տա եկել։ Եկել է։ Որտեղ է։ Սենյակում, ասեց որ քեզ է սպասում։ Հա, գալիս եմ, մի հատ երախ գրքի։ Կլինի մենք մի քիչ հետո հանդիպենք։ Կզանգեմ կգամ։ Արի դուրս խոսենք։ Ինձնից առաջ են դեր։ Ակա կուկու, հետո էլի կգամ, հա կուկու։ Մա, ուր է իր մամի ջան։ Մամայս ինչ է ճակատում։ Հայրդ ինձ հետ կապված ոչինչ չի ասել, Սոնա։ Ինչ պիտի ասեր։ Դու գորի հետ ես դուրս եկել։ Ուր ես գնացել հետո, մամ։ Գորին են բռնել, մամա։ Ես գիտեմ, դրա համար էլ հիմա այստեղ եմ։ Սոնա զանգի հորդ, ասա որ ես տանն եմ, ուզում եմ հետը խոսեմ։ Ես կարող եմ գորին հանել։ Մամա, դու էլ պապան էլ ինձ արդեն վախեցնում եք ձեր պահվածքով։ Սոնա ժամանակ չկա զանգի։ Ասա Սոնա։ Պապջան եկել է մաման։ Ինչ։ Ոնց է եկել, ուր է եկել։ Տոնն է արդեն, ուզում է քո հետ խոսի։ Հեռախոսը դուր դրան։ Ուզում է քո հետ խոսի։ Նշան։ Այ լիրբ։ Հենց հիմա մաքրում ես տունս քո կեղտոտ ներկայությունից, քանի ես չեմ հասել այդտեղ։ Ես գիտեմ գորին ոնց կարելի է հանել։ Ես դա կարող եմ անել։ Դու ոչ մի բան էլ չես կարող անես, որովհետև դու էլ գոյություն չունես։ Նշան ես ապացույցներ ունեմ, որ կարող են գորին հանել։ Ես այդ ապացույցներով կարող եմ նրան հանել, հասկանում ես։ Եթե դու հիմա չգաս, ես ինքս եմ գնալու բաժին։ Նշան։ Մամա, ի՞նչ է կատարվում։ Ստացի իմ։ Թող խնդրեմ ինձ ջուր բերի, մի հաշիվ ջուր բերի։ Անի ես ինչ ծևը։ Ընկերոջս տուն գալ է տալու համար քեզնից պետք է թույլտվություն հարցնա։ Լսի, ընկերոջդ տուն ինչքան ուզում ես սարի մտի, բայց Սոնայի ու երեխու կողքը մնալու իրավունք չունես դու։ Այդ ինչի։ Որովհետև տենց եմ ուզում։ Լսի, քեզ ինչ եմ ասում։ Քեզ սրանից հետո ոչ երեխու, ոչ էլ Սոնայի կողքը էլ չտենամ, եղավ։ Դաժե երեխու։ Հա։ Այդ երեխուն ես սիրում եմ։
ու դու вообще երեխուն ինչ։ Պապան որ հաստատ չես։ Դու լսի вообще արա։ Դու քո ինչ գործ, ես այդ երեխու պապան եմ, պապան չեմ, հա։ Քո ինչ գործ։ Լսի քեզ ինչ եմ ասում։ Հերո ես մնում ու վերջ եղավ։ Գլուխդ խես դնում ցավի տակ արա։ Դա հանգստացի այդտեղը։ Երբ որ Սոնա հետ կամուսանաս, երեխուն մեկ է Սոնային կտանես ստեղից։ Այդ ժամանակ կարաս դու խիտ կաստաս, բայց քանի դեռ Սոնան քո կինը չի, ապեր ջան, դու երեխու հանդեպ ոչ մի իրավունք չունես, ու չես կարող ինձ ինչ-որ բան ասես, ապեր։ Լսի, քեզ ինչ-որ բան ասելու համար ինձ զաքսի վկայական պետք չի։ Արուն չթրած հոպ մի ասա։ Սոնան հելևոր, իմ համար, ընկերոջս քուրն է, իսկ երեխեն է ընկերոջս քրոջ երեխեն է։ Լսի, ես համաձայն եմ։ Եթե մինչև շաբաթը վերջ ամուսնանաս, Սոնային տենալուց բարավ չեմ տա։ Երեխուն ընդհանրապես ոչ է կմոտենա։ Չհասկացա, այս դու հիմա ինձ ինչ ես ասում։ Հեչ ոչ մի բան։ Ուղղակի մինչև շաբաթը վերջ ահագին ժամանակ կա։ Երբ որ կդառնաս այս տան օրինական փեսեն, այդ ժամանակ փորձես ինձ ինչ-որ մի բան ասես։ Լսի քեզ ինչ եմ ասում։ Եթե քեզ մի անգամ էլ Սոնայի կողքը տեսա, էլ ոչ մի բան հաշվի չեմ առնելու։ Շաբաթը վերջ կխոսենք։ Եթե մինչև շաբաթը վերջ չտենանք է, հարսանիքիդ անպայման կգա։ Ասենք ոնց կլինի մամ։ Գնում շտապ օգնություն զան։ Սոնա նստի։ Ոչ ուզում ես նորմալ բան ասես, մամ, ոչ ուզում ես բժշկի գնաս, ինչ մտածեմ, մամ ջան։ Սոնա, ես չգիտեմ ինձ հետ ինչ կլինի։ Ոնց կլինի։ Ինչ ես տենց ասում, մամա։ Սոնա, ես խնդրում եմ, հիշի, որ ես ձեզ շատ եմ սիրում, մի հավատա ուրիշների ասածներին։ Ինձ թվում է ես հեսա կխելագարվեմ, ովքեր են այդ ուրիշները կամ ինչ պիտի ասեն, մամա։ Սոնա, խնդրում եմ, էլ հարցեր մի տուր, էլ չեմ կարողանում խոսել։ Մենակ հիշի իմ ասածները։ Հուսով եմ, որ գոնե դու ինձ մենակ չես թողնի։ Մամ։ Հանգստացի, մամ ջան։ Նազիկ, կարող ենք խոսել։ Արի Իզա ջան։ Երեխեն քնած է։ Չէ, նոր արթնացավ, Նատաշի մոտ է։ Նազիկ, ես հիմա այն շատ վատ եմ զգում։ Ավելի ճիշտ չեմ ուզում հավատամ, բայց չեմ էլ ուզում հավատամ, որ Նատաշի արցունքները կեղծ էին։ Նատաշն է բողոքել։ Այդ ճիշտ է, որ ինձնից հրաժարվելու պատմությունը օգտագործում ես Նատաշին վիրավորելու համար։ Նատաշը ամեն ինչ ներկայացնում անենց, ոնց որ ինքը ուզում է։ Ու էլի նորից նույնը արեց։ Այսինքն ամեն դեպքում եղել է նման բան։ Իզա ջան, ես հիմա չեմ ուզում Նատաշի մասին քո մոտ վատ բաներ խոսել։ Բայց Նատաշը կարողանում է երբեմն այնպես անել, որ մարդ իր ափերից դուրս գա, որ կոնտրոլը կորցնի։ Ինձ համար հիմա շատ ցավալի է այս ամեն ինչը լսելը։ Իզա ջան, ես երբեք նման բան չեմ արել։ Դու գիտես, թե ես ոնց եմ սիրում քեզ, ոնց եմ սիրում քո տղային, բայց Նատաշը… Եթե սիրում էիր, ուրեմն չպիտի շահարկեր իմ ցավը, իմ ողբերգությունը։ Հա, Նազիկ։ Հեն որ մայրս ինձնից հրաժարվել է, այդ իմ ողբերգությունն է, ու մինչև կյանքիս վերջինս հետ պիտի տանեմ։ Ես լավ եմ հասկանում քո ցավը։ Քո ցավից իմ սրտի մեջ էլ կա։
Իմ մանկության տարիներից բացված վերքը մինչև այսօր չի սպիանում։ Ու Նատաշա ամեն օր այդ վերքի վրա աղալեցնում։ Ամեն օր։ Հավատա, ես է տարել եմ, որ Նատաշին լռեցնեմ։ Իզա, ների ինձ, ես գիտեմ ես մեղավոր եմ։ Ների ինձ, խնդրում եմ։ Ես ուղղակի փորձել եմ Նատաշին լռեցնել։ Հավատա ինձ, բայց խնդրում եմ, հասկացի ինձ, ես էլ եմ մարդ, ես քարից չեմ։ Երևի լավ կլինի ես գնամ այս տանից։ Չէ, նման բան չանես, խնդրում եմ, ես քեզ իմ աղջկապես սիրում եմ։ Գիտես ինչի էի ես այստեղ, որովհետև ուզում էի լրացնել այն ջերմությունը, որ ամբողջ կյանքում չեմ ունեցել։ Բայց այս տանը չկա ջերմություն։ Ինչքան շատ եմ այստեղ մնում, այդքան ավելի շատ եմ սառում, քան առաջ։ Իզամ, Վանի հարսանիքից հետո ես կգնամ։ Ու պետք չի համոզել։ Ես արդեն կայացրել եմ իմ որոշումը։ Այդպես բոլորի համար էլ ավելի լավ կլինի։ Ոյ Նատաշ, այս ինչ ես անում։ Լիլ։ Եկել եմ իմանում Մարիամը ոնց է։ Եթե դու այսքան երկար կորում ես, նշանակում է մի բան այն չի։ Ինչ լավ որ եկար։ Չասեցիր ոնց է։ Արի գնանք ինքդ տես։ Ամջան տեսով է եկել։ Մարիամ։ Ոնց ես Լիլիթ ջան։ Լավ, կարոտել է, ասեցի գամ տեսնեմ ոնց ես։ Շատ էլ լավ ես արել։ Նստիր։ Լավ ես։ Հա, շատ լավ եմ Լիլիթ։ Գեղեցկացել ես։ Իմ հարցիկը աշխարհի ամենասիրուն հարցիկն է։ Քիչ մնաց, շուտով մեծ հարսանիք ենք անելու։ Հա։ Չգիտեի։ Հա, Աստված տա միջև այդ ամեն ինչ պարզ լինի։ Ազատս էլ մեր կողքին լինի, որ մի լավ քեֆ անենք։ Տիգրանը քեզ չի ասել։ Ինչը։ Ազատը ողջ է։ Ես տեսել եմ Ազատին։ Դու էլ։ Մարիամ։ Լավ, ես արդեն ոչ մեկից չեմ վիրավորվում։ Միևնույն է, շուտով արտաշիրիմում է լինելու։ Ես մի քիչ էլ կսպասեմ։ Դժվար է, բայց կսպասեմ։ Ու երբ որ պարզվի, որ Ազատի փոխարեն ուրիշ մարդ է թաղված, այն ժամանակ ձեզ հետ կխոսեմ։ Պապ։ Դուրս արի։ Պապա, ասեք ինչա տեղի ունեցել ձեր միջև, ինչի է այս վիճակը, պապա։ Ասեցի դուրս արի։ Արածիցդ հետո ոնց ես համարձակվել ես տուն ոտք դնել։ Վերացնելու եմ քեզ։ Նշան, եթե ուզում ես վերացնես, վերացրու։ Ես եկել եմ տղային փրկեմ։ Ալեքսը ողջ է։ Հա։ Գոռ Ալեքսին չի սպանել։ Ես գիտեմ հիմա Ալեքսը որտեղ է թաքնվում։ Ես եկել եմ որ օգնեմ իրեն։ Հա։ Գոռը գրակել է նրա վրա։ Նա վիրավորվել է, բայց ողջ է։ Չնայած իմ հարվածից հետո ես չգիտեմ հիմա ինքն ինչ վիճակում է։ Գոռը չի սպանել, բայց հնարավոր է որ ես եմ իրեն սպանել։ Ես ինչ խաղեր ես խաղում։ Ինչեր ես դուրս տալիս։ Շատ ես խաղ չի։
Ալեքսեյը մազում է, որ բոլորը իմանան, որ ինքը մահացել է։ Ողջ չի։ Երբ որ ես իմացա, Սերգոն ասեց, Գորին բռնել են, ես ստիպված էի փախչել։ Ես գնացի նրա մոտ, որ ինքը գնա ոստիկանություն հայտնի ամեն ինչ, բայց ես հասկացա, որ նա չի պատրաստվում գնալ ոստիկանություն։ Ինձ փակի տակ էր պահել։ Ես ստիպված էի իրենից էլ փախչել, Նշան։ Ինձ հեքիաթներ մի պատմի։ Նշան։ Ինչեր եք պլանավորել։ Նշան։ Ես արդուկով հարվածել եմ Ալեքսին։ Ես որ դուրս եկա, ես չգիտեմ ինքը անգիտագից էր, կարող եմ մահացել է։ Հա։ Ես էլ բանալիներն է, ես գիտեմ որտեղ ենք թաքնվել, ես ուզում եմ Գորին փրկել, ես ուզում եմ օգնած լինել, բայց հնարավոր է, որ ես ավելի եմ բարդացրել, Նշան։ Սերգո։ Նշան։ Սերգո։ Սերգո, գոնե դու մի բան ասա։ Ինչ ասեմ, Սոնջան, Գորին բռնել են։ Ես դրա մասին չեմ հարցնում, Սերգո։ Ես ուրիշ ոչինչից տեղյակ էլ չեմ։ Աստվածի մեզ ինչա կատարվում։ Նշան։ Հասցեն ասա։ Հա, կասեմ, միայն ինձ լսի։ Լսեմ, եթե Գորի հարցը չլիներ, քեզ այստեղ իմ ձեռքերով կխեղդեի, բայց ոչինչ, դրա ժամանակն էլ կգա։ Դու էլ էդ ուռոտն էլ իմ ձեռով եք գնալու։ Նշան, անկախ ամեն ինչից, խնդրում եմ մի մոռացի, որ ես քո երեխաների մայրն եմ։ Ինչ մայր։ Դու ես մայրը։ Զվարճանում ես այն անասունի հետ, որի պատճառով տղետ ասպանվել։ Էդ էլ էր կանացի վրեժ։ Դու այդ ուռոտից ոչ մի բանով չես տարբերվում։ Հասցեն ասա ու չքվի ես տեղից։ Շատ ես չգիտեմ որ գնամ։ Մի բառ էլ ասես, քեզ այստեղից ուղիղ դժոխք կուղարկեմ։ Հասցեն։ Շոքե դուրը բաց։ Շոքե եթե ստես ձենանի։ Բացի դուրը։ Տիգրան, ինչ ինձ ոչ մի բան չէիր ասել։ Ինչ ասեի։ Բժիշկը տեղյակ է։ Դե որոշել էինք Մոսկվա տանեինք։ Այնտեղ Եվրոպայից լավ մասնագետներ էին գնալու։ Հայրը դրա համար է գնացել։ Հա, բայց ամեն ինչ ծախողվել է։ Ինքը այնտեղ իր անգերոջ հետ վթարի է ենթարկվել։ Ասում են վիճակը նորմալ է։ Կյանքին սպառնող ոչ մի վտանգավոր բան չկա, թեթև կոտրվածքներ ունի։ Մամայի համար էլ ուզում եմ գնամ ստեղի բժիշկի հետ խոսամ, բայց դե վախում եմ էլի նորից հիվանդանոց պարկացնել։ Տիգրան, մայրդ օգնության կարիք ունի ու պետք է անպայման բուժում ստանա։ Եթե նորից ազատն է երևում աչքին, նշանակում է հիվանդությունը սրվել է։ Իսկ Ռաֆայելովիչը շատ լավ մասնագետ է։ Գիտեմ։ Հասկանում ես, ուղղակի չեմ ուզում մամային նորից հոգեբուժարան պարկացնել։ Այս իրավիճակում ոչինչ չանել ավելի սխալ է։ Վաղը կգնանք բժշկի հետ կխոսենք։ Եթե հիվանդանոց ստանալու անհրաժեշտություն լինի, ես այնտեղ եմ։ Լավ, թող մնա վաղը կորոշենք։ Տիգրան, ես քեզ նորից զգուշացնում եմ, որ այս հիվանդությունը երկար համբերություն է պահանջում։ Լավ, արի գնանք վերև։ Տատին գործերով գյուղ է գնացել, մաման էլ տանը մենակ է։ Չեմ ուզում մենակ մնա։
ոչ մի բան հələ բարձ չի։ Նշանը փորձում է իր կապերի միջոցով տղային դուրս անի։ Պաստորեն ծրարարը չի ասել նշանին։ Չի բացվել, չեն տեսել։ Նա բան անասուն են Տիգրանն ինչ է մտածում, ինչ անում ես իրավիճակում։ Լավ է, կարևոր չի։ Պարդո, մի խոսքով չգիտեմ ոնց, բայց պարզում ես, թե մեծարգու հայրս Մոսկվայից երբ է ժամանում։ Տղաներին արդեն ասված է։ Ոնց է լինի այս քանի օր ինչ-որ բան կպարզեն։ Տեղից է արդեն շատ ձգվեց։ Երբ եկավ հենց այդ օրն է ամեն ինչի վերջը։ Չեմ ուզում հավատամ, որ քեզ չեմ ճանաչել, չեմ ուզում հավատամ։ Վերջ! Այդ երեխան իմը չի։ Ինչ?